Ներկայացնեք, հա, որոնողափրկարարական աշխատանքները ինչ փուլում են, ինչ հետքեր եք նկատել։ Դե հետքեր չկա, ընդհանրապես իրո այս բանը 3 կիլոմետր հատվածով բաժանված է խմբերի 30 հոգով 3 կիլոմետր գնացել եկել արդեն 3 անգամ ոչ մի բան չի հայտնաբերվել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում է։ Նորություն բան չունենք։ Եվ փրկարար քանի փրկարար ջոկատ է մասնակցում որոնողափրկարարական աշխատանքներին։ Այս պահին Սպիտակը, Վանաձորը 2 ջոկատը, այդ 3, Հուգարքը 4, Ալավերդին ընդերից ներքևից են արդեն բարձացել են առավոտից է։ 5-6 ջոկատ այս պահին ներգրավված է եւ ամեն այդ 3 կիլոմետր տարածքները ամենակիչը 30 մարդ կա, չհաշված բարեկների օգնությունը, չհաշված ոստիկանները եւ կամավորները։ Ընտանիքի հետ դուք ծանոթ եք, ասում են վերջերս էին տեղափոխվել։ Չէ, ես ծանոթ չեմ, տեղյակ չեմ, որովհետեւ մենք առավոտից ենք եկել այդ մանրամասները տեղյակ։ Շրջանակներում նաեւ չեք զրուցել նրանց հետ ընտանիքի։ Չէ, մենք միանգամից եկել ենք ու անցել ենք առավոտը ժամի 7-ից անցել ենք գործողություններին։ Գետը որ հատվածում եք անկառնում այդ հատվածները։ Դե գետը ընդհանրապես 2 կողմից է աշխատանք, այդ 30 հոգի խումբը 15 բաժանել ենք, 2 կողմից կատարվում է այդ որոնողափրկարարական աշխատանքը, դե տեղեր կան անցանելի է, բարձանում ենք, որ շրջանցենք, կարողանանք մի խոսքով այդպես է էլի շատ բարդ է։ Սարքեր եւս։ Դե սարքեր ունենք, ջրասուզակներ ունենք, որոնք վերևից հենց սկզբնամասից են գալիս, դե մանրամասը ստուգվում է, նրանց գալը մի քիչ դանդաղ է, որովհետև մանրամասը ջրասուզակները աշխատում են լուրջ էլի։ Իսկ մենք ընդամենը աչքի տեսողական որ մի բան հայտնաբերվի։ Այս պահի դրությամբ որևէ լուրջ չկա։ Մինչև ուշ ժամ, որ մարդու աչքը տեսնի, մինչև այդ ժամը աշխատանքները շարունակվեն, որից հետո ղեկավար կազմը հրահանգ կտան, թե ինչ պետք է արվի։